Սիրելիներս, այսօր հերթական Երանիին վրա պիտի մեր պատկամը լա և կխնդրեմ, որ Աստված մեզի իմաստություն դա, որպեսզի Սուրբ Հոգի առաջնորդությամբ բացվեն բոլոր այն ճշմարտությունները մեր առաջ, որ Աստված պատրաստած է մեզի։ Այսօրվան Երանին, որուն վրա մենք այսօր պիտի մեր պատկամը դանք, Մատթեոսի ավետարան 5-րդ գլուխ 8-րդ համարն է։ Երանի անոնց, որ սրտով մաքուր են, վասնզի անոնք պիտի տեսնեն Աստված։ Ամեն։ Սիրելիներս, Աստված մեզի ստեղծած է, որպեսզի մենք ապրենք առաքինի կյանքով, որպեսզի մեր փարոյական կերպարը ըլլա մաքուր։ Սակայն մեր կյանքը մեղքով կսկսի և մեղքով ալ կշարունակվի։ Մեղքը մշտապես ներկա է մարդու կյանքին մեջ։ Եվ մարդը իր ողջ կյանքի ընթացքին գամա թե ագամա, ոլնու իլինե ոլնու, մեղքը կործե։ Այսօր համար չկա մեկը, որ գրնա ասել, որ ինքը անմեղ է, որ իր սիրտը կատարյալ մաքուր է, որ ինքը կապրե Աստուծո օրենքներու համաձայն կատարյալ կերպով։ Եվ ինչպես Աստծո խոսքը գսե մեզի, չկա մեկը, որ մեղք չկործեց։ Բոլորս ալ մեղք կործած ենք, կկործենք և թեր պիտի կործենք, որովհետև մեր բնությունը մեղավոր է։ Սակայն Աստծո խոսքը, սիրելիներս, մեզի գոչ կնե, որպեսզի բոլոր անոնք, ովքեր որ իրենց սրտերուն մեջ անմաքրություն ունին, գեղտոտություն կա, աղտեղություն կա, մեղքեր կան, մաքրենք մեր սիրտերը։ Որովհետև Աստուծո հետ հաղորդակցվելու, Աստուծո հետ շփումին, հարաբերություն ունենալու համար մենք պետք է սիրտով մաքուր ըլլանք։ Մեր սիրտերը պետք է մաքրվին։ Աստված լույս է։ Իսկ բոլոր անոնք, ովքեր որ մեղք կկործեն, կփախչեն լույսեն, որպեսզի չլա թե իրենց չար գործերը լույսի տակ երևնան։ Ասիկա նույնինքը Տեր Հիսուս Քրիստոս մեզի գսե Հովանու ավետարանին մեջ 3-րդ գլուխ 20-րդ համարին մեջ գսե վասնզի ամեն ով որ չարը կկործե անիկա լույսը գադե եւ լույսին կով չի կար որպեսի իր գործերը չհանդիմանվին։ Ադեր Հիսուս ինքն ալ մեզի գսորվեսնե սիրելիներս, որ երբ մեր սիրտերը մաքուր չեն, մենք լույսեն կփախչինք, մենք Աստուծո մեկ կփախչինք, մենք ճշմարտությունեն կփախչինք, որովհետև սևին սևությունը գերևնա ջերմագի հետ համեմատության մեջ։ Խավարը իր խավարությունը գծուցնե, երբ գհայտնվի լույսը։ Քեշ կործերը գերևնան, երբ որ այդ քեշ կործերին կովը առաջ գուքան բարի կործեր և համեմատության հնարավորություն կա։ Եվ որ չափ շատ մարդը կփախչի Աստուծմե, որ չափ շատ կհեռանա Աստուծմե, այն չափ անոր սիրտը ալ ավելի կգեղտոտվի, կցեխոտվի և ալ ավելի անմաքուր կդառնա։ Եվ որ չափ որ ավելի գաղտոտվի մարդուն սիրտը, այն չափ ավելի
գխամրե Աստծո բատկերը մարդու մեջ։ Обезобразява Божият образ в сърце, в човека. Որչափ ավելի փախչինք, այնչափ ավելի Աստծո բատկերը, որ մենք ունենք մեր մեջ, ավելի գխամրե, գխանգարվե, գոչնչացվի։ Հավանաբար շատերը մանավանդ աշնան առավոտները դեսած եք ցողը, ռուսա բուլգարերեն։ Անիկա շատ մաքուր չրի գաթիլ է, որ դերևի վրա գնստե։ Եվ երբ որ արդու արեքագը փայլե, այդ ցողի մեջը, ռուսային մեջ, մենք գտեսնանք արեքագը։ Ինքը շատ բստիկ չուրի գաթիլ մնե, բայց իր մեջ, քանի որ ինքը անչափ մաքուր է, իր մեջ գբարունագե ամբողջ արեքագին բատկերը, արեքագին ջարակայթները։ Սլնցե։ Մարդուն աչքը, որչափ մարդուն աչքը առողջ է, մաքուր է, այնչափ այդ աչքին մեջ մենք գտեսնանք ամբողջ աշխարհը։ Որ գոհ որ մարդը նայե այդ աչքերուն մեջ մենք գտեսնանք ամբողջ աշխարհը, իր նայածը, ամեն բան։ Բայց երբ որ մարդուն աչքը գվնասվի, բանկա, չէ՞ ասենք, պերդե գսեն, որ գինա, այլևս գխամրե աչքը, եւ այդ աչքերուն մեջ մենք ոչինչ չենք տեսնար։ Գրնալը համեմատությունը քիչ լավ չէ, բայց երբեմն տեսած է մեռած մարդուն աչքերը, ինքը գամանց քույնը գորսնցնե։ Եվ այդ աչքերուն մեջ, մեռած մարդուն աչքերուն մեջ մենք ոչինչ չենք գրնար տեսնել։ Բատկեր չկա։ Այդ հայելին արդացոլումը չկա այդ աչքերուն մեջ։ Նույնն է նաև սերներս մարդուն սիրտը։ Որչափ մարդուն սիրտը մաքուր է, այնչափ ավելի ու ավելի մենք այդ սրտին մեջ գրնանք տեսնել Աստուծո։ Ինչպես որ այդ փոքր ցողը, ճուրի գաթիլը, որ մաքուր է, իր մեջ գբարունագե, որչափ ավելի մաքուր է, այդչափ ավելի լավ գտեսնենք արեքագը մեջը։ Նույնպես էլ մարդուն սիրտը որչափ ավելի մաքուր է, այնչափ ավելի ու ավելի մենք գտեսնանք Աստծո բատկերը այդ սրտին մեջ։ Այս բանը շատ լավ հիշենք սերներս, որքան մաքուր է մարդուն սիրտը, այնչափ ավելի Աստծո բատկերը դեսանելի է անոր կյանքին մեջ։ Որոնք են մաքուր սրտին դեսանելի կորձերը։ Ինչպես գրնանք արդակին մարդու ապրած արդակին կյանքով, մենք հասկանանք այդ մարդուն սիրտը որչափ մաքուր է։ Մաքուր սիրտ ունեցողը սերներս գխոսե քեղեցիկ բաներու մասին։ Գխոսե քեղեցիկ ցևով, թաստիրակված ցևով։ Իր հարաբերություններուն մեջ մաքուր սիրտ ունեցող մարդը խոնար է։ Անոր մեջ հբարդություն չկա, անոր մեջ քորոզություն չկա, անոր մեջ նախանցություն չկա։ Այլ մեկ բառով ասած, գա խոնարհություն, գա համեստություն։ Մաքուր սիրտ ունեցող մարդը իր շուրջիններուն հանդեպ հարգանքով կվերապերվի։ Կարևոր չէ այդ իր շուրջինները ինչ տեսակ մարդիկ են։ Մաքուր սիրտ ունեցողը շատ ավելի ինքզինքը բարձր կբահե, ինչպես որ Աստված երբեք ինքզինքը քորոզ չի բահեր մեղավորներուն հանդեպ։ Հիսուս Քրիստոս մեղավորներուն ոտքերը լված ցուցնելու համար թե ինչ է եղբայրասիրությունը, ինչ է խոնարհությունը։ Մաքուր սիրտ ունեցողը անգախ իր շուրջիններուն անգախ իր շուրջիները ինչ մարդիկ են, ինքզինքը հարգանքով կվերապերվի։ Եվ մաքուր սիրտ ունեցող մարդուն կորձերը բարի են,
Մատթեոսի ավետարան 12-րդ գլուխին մեջ Հիսուս Քրիստոս շատ հետաքրքիր բան մը գսե 35-րդ համարը Բարի մարդը իր սրտին բարի կանցեն բարի բաներ գհանե եւ չար մարդը իր սրտին չար կանցեն չար բաներ գհանե Չկա ավելի լավ ցևագերբում ֆորմուլիրովկա մարդկային սրտի այն ինչ որ Հիսուս հոսսած է Երբ մարդուն սիրտը բարի է անոր կորձերն ալ բարի են անոր ապրած կյանքն ալ բարի է Երբ մարդուն սիրտը բարի է մաքուր է այդ մարդու ապրած կյանքին մեջ մենք գրնանք տեսնել Աստուծո Բայց երբ որ մարդուն սիրտը չար է աղտոտված է այդ մարդուն ապրած կյանքն ալ չար է այդ մարդուն կորձերն ալ չար է եւ չար սրտեն ինչպես Հիսուս գսե չար կորձեր գելն Եվ նույն Հիսուս Քրիստոս Մատթեոսի ավետարանին 15-րդ գլուխ 19-րդ համարին մեջ մեզ հետևյալը գսե Վասնզի սիրտեն գելեն չար խորհուրդներ սպանություններ, շնություններ, բորնգություններ, քողություններ, սուտ վկայություններ ու հայհոյություններ Ասիելներս մենք մեր շուրջը ամեն օր ամեն վարյան կտեսնանք նման բաներ Նման չար կորձեր, սպանություններ, քողություններ, շնություններ, ամեն տեսակ հայոյություններ, սուտ վկայություն, ամեն տեսակ չար ասանք բաներ մենք մեր շուրջը ամեն օր կտեսնանք։ Եվ Հիսուս Քրիստոս մեզ կսորվեցնե, որ այս բոլոր բաները մեր կյանքին մեջ ներկա են, որովհետև մեր շուրջը կան մարդիկ, որ իրենց մեջ չար սիրտեր ունին, անմաքուր սիրտեր ունին։ Բայց որը որ ավելի քեշ է սիրելիներս, երբ մարդուն չար սիրտը մեր սովորական աչքերուն համար դեսանելի չեն։ Գիտեք, մարդիկ կան, որ իրենց սրտերուն մեջ մաքուր չեն։ Մարդիկ կան, որոնք իրենց սրտերին մեջ շատ չարություն ունին, նախանցություն ունին, քեշություն ունին։ Բայց չեմ գիտեր դարբեր պատճառներով իրենց այդ չար նպատակները, որ իրենց սրտերուն մեջ ունին, իրենք չեն գրնար արտահայտել։ Առիթը չեն ունեցած քողություն ունելու, առիթը չեն ունեցած սպանություն ունելու, առիթը չեն ունեցած որևէ քեշ բան կործելու։ Բայց այդ մարդիկ իրենց սրտերուն մեջ միևնույն է չար են։ Ասիգայել չար սրտերուն անդեսանելի մասն է, որը որ մեր բարձ աչքերուն համար անդեսանելի են, մենք չենք տեսնար։ Բայց մեկ բան, մենք շատ կարևոր ճշմարտություն շատ անգամ մենք կմոռնանք, այո մենք շատ բան չենք տեսնար, ամեն մեկու սրտին մեջ ինչ որ գա, գրնալա մեր շուրջինները չեն գիտեր, չեն տեսնար, բայց գա մեկը, որը միշտ գիտե եւ կտեսնա, Աստված։ Եթե մենք գրնանք խապել մեր շուրջիններուն, թե ինչ ունենք մեր սրտերուն մեջ, Աստուծո չեն գրնար խապել։ Աստված մեր սիրտերը կտեսնա, Աստված մեր սիրտերը կքննե, Աստված գիտե թե մեր սիրտերը մաքուր են թե չար են։ Այնպես որ եթե կան մարդիկ, որոնք որ գսեն, ես ոչ սպանություն գնեմ, ոչ քողություն գնեմ եւ այլն, բայց իր սրտին մեջ ինքը չար է։ Ասիկա դակավին չի նշանակեր, որ ինքը մաքուր մարդ է։ Որովհետեւ սրտի մեջ անմաքրություն ունեցողին Աստված կտեսնա։ Որովհետև Աստված սիրտեր քննող եւ տեսնող Աստված է։ Այսօր համար սիրելիներս մենք պետք է շատ ուշադրություն դարձնենք մեր սրտերուն։ Մենք գրնանք խապիլ մեր շուրջիններուն,
ասելով որ ես քողություն չեմ մներ, սպանություն չեմ մներ, ուրիշի ունեցածին չեմ ցանկանար եւ այլն եւ այլն։ Բայց մենք մեզի չեն գնար խափել։ Մենք ամեն մեկս գիտենք մեր սիրտերը, ես շատ լավ գիտեմ իմ սրտիս մեջ ինչ ունիմ։ Ես շատ լավ գիտեմ որչափ չարություն կա իմ սրտիս մեջ, կամ որչափ փարություն կա իմ սրտիս մեջ։ Եվ այս բանը ոչ միայն ես գիտեմ, այլ Աստված ալ գիտե։ Եվ մենք պետք է Աստծո առաջ հադուցենք ոչ միայն մեր ըրածներուն համար, այլ նաև այն չրածներուն համար, որ մեր սիրտերուն մեջ մենք այլևս կործած ենք այդ մեղքերը։ Հիսուս Քրիստոս չսավ, որ մաքուր կործեր ունեցողները պիտի տեսնան Աստուծո, այլ ասա, որ մաքուր սիրտ ունեցողները պիտի տեսնան Աստուծո։ Այնպես որ մեր սրբությունը սիրելիներս ոչ թե մեր կործերուն մեջ է, այլ մեր սրտի մեջ է։ Եթե մեր սիրտը մաքուր է, եթե մեր սիրտը սուրբ է, Սաղմոսերկուն գսե սուրբ սիրտ ստեղծե իմ մեջս։ Եթե մեր սիրտը սուրբ է, ուրեմն մեր կործերն արսիերներս գլան անանք, որ հաջելի գլան Աստուծո։ Եվ ահա մաքուր սիրտ ունենալուն համար Աստված մեզի խոստում կուտա։ Եվ շատ կարևոր մեկ խոստում է։ Ասիկան խոստումն է ինչին, որ վստահ եմ, որ ամեն մարդ կցկտե իր կյանքին մեջ։ Չկա անանք մարդ այս աշխարհին վրա, որ իր կյանքին մեջ կոնե մեկ անգամ այդ փափագը ունեցած չլա, դեսնալ Աստուծո։ Ամեն մարդ գուզե ասպանը, դեսնալ Աստուծո։ Մարդիկ կան, որ նույնիսկ ամենադարբեր միջոցներու գտիմեն, միայն ու միայն հայտնաբերեն Աստծո ներկայությունը իրենց կյանքին մեջ, իրենց առջև։ Ես ուրիշ անգամ ուրիշ առիթով լսած եմ Յուրի Գագարինին օրինակը, որ երբ որ վերադարձավ դիեզերքեն, ինչը սավ բդդեցի երկրին շուրջը դիեզերքին մեջ, բայց Աստուծո չտեսա։ Այո, սիրելիներս։ Անանք մարդ Յուրի Գագարինը, որ կոմունիստական շրջանի հավանաբար ամենեն աթեիստ մարդոցում է, մեկը եղած է։ Նույնիսկ աթեիստները, անհավատները գուզեն Աստուծո տեսնալ։ Բայց պետք չէ սիրելիներս դիեզերքը հասնենք։ Հարկ չկա։ Աստված մեզի խոստացած է։ Երանի սիրտով մաքուրներուն, վասնզի անոնք Աստված պիտի տեսնան։ Այլևս այդ խոստումը գա մեզի։ Աստծուն մարդ գրնա տեսնել սիրելիներս իր հոգին աչքերով։ Որովհետև Աստված հոգի է։ Աստված մարմին չէ, որ մենք մարմնի աչքերով տեսնենք։ Աստված հոգի է, ուրեմն Աստծո մենք գրնանք տեսնել հոգիի աչքերով։ Եվ որչափ մաքուր են մեր սիրտերը, այնչափ ավելի լայն կբացվին մեր հոգիին աչքերը։ Որչափ ավելի մենք մաքրենք մեր կյանքը ամեն տեսակ մեղքերեն, չար գործերեն, չար միտքերեն, ամեն տեսակ հանցավոր ցանկություններեն, այնչափ ավելի ու ավելի մեր հոգիները կբարձվին, այնչափ ավելի ու ավելի մեր հոգիներուն առջև կներկայանա Աստված ինքը։ Սիրելիներս, Աստված մեզ գուզե, որբեսի իրեն հետ հարաբերության մեջ լանք։ Աստված գուզե, որբեսի մեզի հետ հաղորդակցվե, որպես հայր եւ զավակ,
Որ հայրը չի ուզեր, որպեսզի իր զավակին հետ հաղորդակցվի, շփվի, հարաբերություն ունենա։ Ամեն հայր գուզե ասպանը։ Մեր հայրը Աստվածն ալ ասպանը գուզե։ Գուզե, որ ամեն ադեն մեզի հետ հարաբերության մեջ լա։ Հայր Աստված գուզե, որպեսզի մենք մեր հոգին աչքերով տեսնենք իրեն։ Մենք ալ ունենանք նույն փափակը։ Գիտնալով, որ այդ խոստումը մեզի դրված է։ Գիտնալով, որ այս ճշմարտությունը մեր առջև բացահայտված է։ Մենք դիեզեր գերտալու պետքությունը չունենք։ Դիեզերքը մեր մեջ է։ Աստված մեր մեջ է։ Միայն պետք է մեզի, որ մաքրենք մեր սիրտերը։ Եվ հետևենք Բողոս Արաքյալի բատվերին, որ երկրորդ Կորինթացիներու նամակին մեջ 7-րդ գլուխ առաջին համարին մեջ մեզի գսե։ Ուստի սիրելիներ, որովհետև մենք այս խոստումները ունենք, մեր անձերը մարմնի ու հոգի ամեն կերպ պղծությունը մաքրենք եւ սրբությունը գադարելակորձենք Աստուծո վախովը։ Ամեն։ Թող Աստված մեզի ուժ կարողություն տա, որովհետեւ մենք մաքրվենք մեր չար միտքերեն, չար կորձերեն, չար մտածումներեն։ Թող Սուրբ Հոգիը առաջնորդությունը լա բոլորիս կյանքին մեջ, որովհետեւ մենք զորացած, ուժ ստացած Աստուծմե այդ գամքը ունենանք մաքրելու համար մեր սիրտերը ամեն տեսակ աղտեղություններեն, որբեսի ճիշտ պահին եւ ճիշտ ժամանակին, երբ Աստված հայտնվի, մենք մեր հոգին մեջ, մեր սրտերուն մեջ տեսնանք, հարաբերվինք եւ շփվինք ու հաղորդակցվինք մեր Տեր Աստուծո հետ։ Թող Աստված օրհնի ամենքիս։ Ամեն։